մի վախեցիք Աստծո խոսքը Սուրբ գրքում ասվում է 365 օր եւ այդքան անգամներ, այսինքն մեր ամեն օրվա համար Աստված մեզ ասում է. չվախենաս, ես քեզ հետ եմ։ Հիսուսի աշակերտները գիշերվա մեջ նավակով գնալուց սկսվում է մի մեծ ալեկոծություն, այդ ժամանակ Հիսուս ծովի վրա քայլելով մոտենում է նրանց, աշակերտները մթության մեջ երևացող Հիսուսին սկզբից չեն ճանաչում, աչքներին երևացած տեսիլքի հետ են շփոթում և մտածում են, թե ուր վական են տեսնում։ Բնականաբար նրանք սկսում են վախենալ, շփոթվել և իրարանցում է սկսվում և նրանք վախեցած աղմուկ աղաղակ են բարձրացնում։ Հիսուս տեսնելով աշակերտների իրարանցումը և աղաղակը մոտենում է նրանց, գոտ է պնդում և ասում. քաջալերվեք, ես եմ, մի վախեցեք։ Նրանք աշակերտները մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձայնը ճանաչում են, բայց մի պահ չեն հավատում իրենց տեսածին և լսածին։ Բայց երբ ճանաչում են իրենց վարդապետին, հանգստանում են և խաղաղվում։ Ինչու Հիսուս ալեկոծությունից տատանվող նավակին մոտեցավ ծովի վրա քայլելով։ Աստված երբեմն ուզում է տեսնել մեր հավատքի չափը։ Արդյոք մեծ է մեր հավատը, թե ոչ, և առհասարակ ունենք հավատ, թե ոչ։ Հիսուս ուզում էր փորձել աշակերտների հավատքը, իսկ հավատքը փորձվում և քննվում է և քննության է ենթարկվում հատկապես փորձությունների, դժբախտությունների, դժվարին պահերին։ Ահա մեր Տերը սա էր ուզում ստուգել, թե արդյոք իր աշակերտները ունեն իրական ամուր հավատ, թե ոչ։ Աստված մեզ նույնպես ստուգում է մեր հավատքի չափը և հատկապես ստուգում է մեզ փորձությունների ժամանակ։ Օրինակ, մեր ընկերը երբ է մեծանում մեր աչքին, այն ժամանակ է մեծանում մեր աչքին մեր ընկերը, երբ մեր ծանր պահին մեր կողքին է լինում և ձեռք է մեկնում մեզ և օգտակար է լինում։ Իրական քրիստոնյա հավատացյալ մարդը ընդունելով Տեր Հիսուս Քրիստոսին և իր խոսքը չպետք է վախենա կյանքում հատկապես դժվարություններից, չպիտի վախենա փորձություններից, չպիտի վախենա կյանքում տեղ գտած տարբեր տեսակի քամիներից, փոթորիկներից և ամեն տեսակ ալեկոծություններից։ Եվ անգամ եթե դժվարություններից նեղվում ենք, կյանքի այսպես կոչված ալիքներից տարուբերվում, պիտի Պետրոս առաքյալի նման բարձրաձայն աղաղակենք և ասենք. Տեր, փրկիր ինձ, և վստահենք Հիսուսին, և չի ուշանա մեր Տիրոջ փրկարար ձեռքը ուղղված մեզ որպես փրկողակ։ Կյանքում լինում են դեպքեր, երբ ինքդ քեզ չես կարողանում փրկել, և անհնարին է լինում ինքնափրկության գործողությունը։ Լինում են դեպքեր, երբ իրապես կարիք ունես Աստծո օգտակարության, և կանչիր Տիրոջը։ Պետրոսը և սուզվում էր ջրի մեջ, ինքը իրեն չփորձեց փրկել, ու դա անհնարին կլիներ։ Նա Հիսուսին խնդրեց և Տերը փրկեց նրան կործանումից։ Աշակերտների աչքին ջրի վրա քայլող Հիսուս երևաց որպես ուրվական։ Մենք էլ երբեմն մեզ մոտեցող, մեզ օգնող Հիսուսին այդպես էլ չենք կարողանում ճանաչել։
Մենք անգամ չենք կարողանում ճանաչել մեր դիմացի մարդուն, լավը վատից տարբերել, այլ ընդհակառակը, թշնամուն ընդունում ենք գրկաբաց որպես բարեկամ, իսկ մեզ լավը կամեցողին համարում ենք մեզ որպես թշնամի։ Սա նրանից է, որ տեսնելով չենք կարողանում տեսնել և լսելով էլ չենք կարողանում ճիշտը ընկալել, հաճախ և բթանում է մեր զգայարանները։ Աշակերտները ճանաչեցին Հիսուսին, որովհետև շփոթված, իրար խառնված, վախեցած չգիտեին ինչ անեին։ Տեսեք վախը, տագնապը, շփոթությունը երբեմն մեզ դնում են վատ իրավիճակների առջև։ Երբ անիրական չհիմնավորված վախեր ենք ունենում, մթագնում է մեր տեսողությունը, կորում է իրականության նկատմամբ մեր ռեալ վերաբերմունքը, և այս առումով մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ ամեն օր ասում է. ես քեզ հետ եմ, մի վախեցիր, ես քեզ հետ եմ, չտրտմես, ես քեզ հետ եմ, մի նեղվիր, ես քեզ հետ եմ, խուճապի մեջ մի մատնվիր։ Այո, Հիսուս մեզ հետ է այնքանով, ինչքանով մենք ենք իր հետ։ Հիսուս մեզ հետ այն չափով է, ինչքան մեր հավատի չափն է։ Եթե ստապ հավատ ունենք Աստծո նկատմամբ, նեղությունից չպիտի շփոթվենք, վախը չպիտի մեզ կտրի իրական կյանքից։ Աշակերտները չգիտեին և չէին ճանաչում Հիսուսի ով լինելը, որովհետև նրանց սրտերը կարծրացած էր։ Մարդկային սիրտն ու հոգին կարծրանում են այն ժամանակ, և մարդը սկսում է չսիրել, երբ մեջքով է շրջվում Աստծուն, երբ քիչ ենք աղոթում, իսկ այդ ժամանակ կորցնում ենք մեր զգայարանների զգացողությունը, տեսնում ենք ոչ իրականը որպես իրական, իսկ կեղծը և սուտը դառնում են մեզ համար ճշմարիտ և օրինաչափ։ Ուրեմն, երբ ծանր կացության մեջ ենք հայտնվում և անելանելի վիճակում ենք լինում, այդտեղ երևում է մեր իսկական հավատքը և երևում է մեր իրական հավատի չափը, մեր վերաբերմունքից, մեր մոտեցումներից երևում է հավատ ունենք, թե ոչ։ Հիմա այդ ալեկոծության ժամանակ, երբ Պետրոսը ընկղվում է ջրի մեջ, ի՞նչն էր նրա սուզվելու պատճառը։ Նրա թերահավատությունը դարձավ սուզվելու պատճառ։ Պետրոսը Հիսուսին նայելու փոխարեն ուր էր նայում նա։ Հայացքը կտրեց Հիսուսից և տրվեց վախին։ Վախեցավ, որ կխեղդվի, վախեցավ ալիքներից, որ իրեն կկործանեն, շեղվեց Տիրոջից, տրվեց մտահոգություններին և քանի որ չգիտակցեց, որ իրեն փրկողը Աստված է, քամին, փոթորիկը և ալիքները հաղթեցին Պետրոսին մինչև այն պահը, երբ նա բղավեց և ասաց. «Տեր, փրկիր ինձ, Տեր», ու Տերը փրկեց նրան։ Եթե չես ակնկալում Տիրոջ փրկությունը, Տերը քեզ չի փրկի։ Եթե չես կանչում Աստծու անունը, չես ազատվի կործանումից։ Աշակերտները երկրպագեցին Հիսուսին այն ժամանակ, երբ Պետրոս և Հիսուս նավակ մտան։ Բոլոր աշակերտները Հիսուսին ասում էին. «Իրապես, դու Աստծո որդին ես»։ Մեզ հետ նույնն է կատարվում, սիրելի հավատացյալներ, երբ մեզ մի լավ բան է պատահում, կյանքում հաջողություններ ենք ունենում, Աստծուն աղոթելու շնորհիվ ստանում ենք մեր ուզած պատասխանը,
Տեր Աստծուն համարում ենք մեզ փրկիչ եւ օգնական։ Բայց երբ որ չենք ստանում մեր ուզածը, կամ հանդիպում ենք ինչ-որ մի խոչընդոտի, միանգամից երես ենք թեքում Տիրոջից, չիմանալով, որ այս կամ այն դժվարությունն էլ մեզ համար է եւ ծառայում է մեր բարիքի համար, չի կարելի խռովել եւ երես թեքել Աստծուց։ Իսկական հավատացյալ քրիստոնյան երբեք իրավունք չունի խռովել, նեղանալ Աստծուց։ Կյանքում ինչ որ պատահի մեզ հետ, պիտի ասենք շատ կարևոր մի կարճ աղոթք. Փառք քեզ Աստված, փառք քեզ, հագս ամենայնի Տեր, փառք քեզ։ Այսինքն Տեր Աստված, փառք քեզ ամեն ինչի համար, ինչ որ լինում է իմ կյանքում։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր եւ հավատացյալներ, Աստված ստեղծել է ամեն ինչ, ինչ որ բարի բան տեսնում ենք այս աշխարհում, Աստծո բարի ձեռագիրն է։ Աստծո ստեղծածի մեջ չենք տեսնի չարը, չենք տեսնի վատը, չկա նման բան։ Կյանքում մեզ հանդիպած, մեր տեսած վատ բաները, դրանք միայն մարդկային մեղքի հետևանքով են առաջանում եւ ծնվում։ Աստված ստեղծել է ամեն ինչ մարդուն ծառայելու բարիքի եւ նրա բարիքի համար։ Իսկ ամբողջ Աստծո ստեղծածը Աստծո խնամքի տակ է, Աստծո հոգացության տակ է գտնվում։ Աստված անտերության չի մատնել իր ստեղծածը։ Պարզապես Աստված գնահատում է նրան, ով իր ստեղծածը զարգացնում է եւ ավելացնում է, այլ ոչ թե փչացնում, վատնում եւ ոչնչացնում։ Աստված ուզում է, որ մարդը անտեղի, վախերի, անիմաստ մեղքերի մեջ չհայտնվի, որովհետև մարդու կատարած մեղքի մեջ է տվյալ մարդու պատիժը։ Պատիժը մեղքի արդյունք է եւ հետևանք։ Աստված ուզում է, որ մենք չմնանք մեղքի մեջ։ Աստված ուզում է դուրս գանք մեղքից։ Եթե մնանք մեղքի մեջ, տուժելու ենք ինքներս։ Կան մարդիկ, որոնք մեծ մեղքեր եւ այդպես մեծ մեղքերով էլ ապրում են։ Եվ կարծես թե մի ծանր բեռ իրենց ուսերին ամեն օր շալկած այդ վտանգավոր բեռը կրում են եւ ապրում։ Սիրելիներ, վերջապես առաքյալները հասկացան, թե իրականում ով է Հիսուս։ Հավատացին, որ նա Աստծո որդին է, աշխարհի ստեղծողը։ Մենք էլ հիմնավորապես պիտի հասկանանք եւ մեծ հավատով լցվենք դեպի մեր Տերը, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս, եւ բոլոր նրանք, ովքեր դիպչում են Հիսուսին, այսօր էլ Քրիստոս բժշկում է իրենց, բժշկում է մեղքերից, բժշկում է հիվանդություններից, մաքրվում են մարդիկ իրենց հոգով, մարմնով, նման այն կնոջ, որ մեծ հավատի շնորհիվ Հիսուսին դիպավ Հիսուսի զգեստի մի ծայրին եւ տարիներով եղած հիվանդությունը մաքրվեց եւ բժշկվեց։ Ինչքան մարդիկ փրկվեցին։ Աստծուն մոտենալու շնորհիվ ինչքան մարդիկ այսօր ազատագրվում են տարբեր տեսակի չար կապանքներից։ Ընդամենը Սուրբ Պետրոսի եւ Սուրբ Պետրոս առաքյալի փրկարար խոսքերը ասելով. Տեր, փրկիր ինձ։ Աստվածաշունչ Մատթեանում վախենալու մասին շատ խոսքեր, չվախենալու մասին շատ խոսքեր կան գրված, որ պարտադիր է, որ ամենքս իմանանք, թե ինչ է ասում Աստված համարձակության, համարձակ լինելու եւ չվախենալու համար։ Ասվում է, որ ոչ մեկից մի վախեցիր, որովհետև դատաստանը Աստծունն է։ Այն դատը, որ ձեզ համար դժվար կլինի վճռել, ինձ ներկայացրեք, եւ ես կլսեմ այն, ասում է Աստված։ Զորացեք եւ քաջ եղեք, մի վախեցեք,
մի զարուրեք նրանցից, որովհետև Տեր Աստված ինքը գնում է ձեր առջևից, նա ձեզ չի լքի և չի թողնի։ Եվ լսեք բոլորդ, Տերը այսպես է ասում, մի վախեցեք ձեր թշնամիներից, որովհետև պատերազմը ձերը չէ, պատերազմը Աստծունն է։ Ասացեք վախկոտներին, որ ուժեղ լինեն և չվախենան։ Ահա Տեր Աստված գալիս է վրեժ խնդրությամբ, անելու Աստծու հատուցումը և գալու է և կազատի ձեզ բոլորիդ։ Տերը ասում է, լսեք ինձ, արդարության կողմնակիցներ, նրանք, որոնք պահում են իմ օրենքը, մի վախեցեք մարդկանց նախատինքներից և մի զարուրեք նրանց անարգանքներից։ Մի վախեցեք Բաբելոնի թագավորից, որից դուք վախենում եք, ասում է Տերը, ես ձեզ հետ եմ և ազատելու եմ ձեզ նրա ձեռքերից։ Տեր Հիսուս ասում է, նրանցից մի վախեցեք, որովհետև չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և չկա գաղտնի բան, որ չիմացվի։ Մի վախեցեք նրանցից, որոնք մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Առավել վախեցեք նրանցից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և հոգին, և մարմինը։ Ձեր գլխի բոլոր մազերը հաշված են, ուրեմն ինչու եք վախենում։ Դուք բազմաթիվ ճնճղուկներից շատ ավելին եք Աստծու աչքին։ Ձեր հակառակորդից մի վախեցեք, դա նրանց համար կորստյան նշան է, իսկ ձեզ համար փրկության։ Ուրեմն սիրելի հավատացյալներ, մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է մեզ, բնավ կարիք չկա վախենալու անհիմն և փուչ չեղած բաներից։ Եվ եկեղեցու սուրբ հայրերը ասում են այս մասին, որ վախը չարի հակառակորդի գիտեք ինչն է։ Ինչն է։ Հայր մերը, ով որ վախենում է փուչ բաներից, նա կարծես թե չարին ասում է հայր մեր։ Այսինքն ինչքան անտեղի վախերից չեղած, չհիմնավորված բաներից վախենակ, այնքան տուրք ենք տալիս չարին և հեռանում Տիրոջից և Տիրոջ շնորհներից, Տիրոջ օրհնություններից։ Վախը ընդամենը աղբ է, որ ապրում է մեր ներսում, որը ապականում է մեր ներաշխարհը, իսկ աղբի տեղը բոլորս գիտենք որտեղ է։ Սիրելի հավատացյալներ, եկեք փառաբանենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մեզ միշտ առաջնորդում է, որ մեզ միշտ խնամում է իր մեծ բարերարությամբ, գոտեպնդում իր աստվածային խոսքերով, զորացնում հոգով, իր անսահման ողորմությամբ մխիթարում, տկարներիս ասելով, մի վախեցեք, ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վախճանը, որին փառք հավիտյանս հավիտենից, ամեն։